Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, այսօր անդրադարձել ենք մի թեմայի, որը առաջին հայացքից արտաքնապես է ավելի արտահայտիչ, բայց շատ հաճախ թողնում է շատ ավելի ներքին ազդեցություն։ Հունիսի 25-ը նշվում է որպես վիտիլիգոյի համաշխարհային օր, եւ այսօրվա մեր հյուրն է բժիշկ, մաշկաբան վեներոլոգ Սևակ Մկրտչյանը։ Բարև ձեզ բժիշկ Մկրտչյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Ողջունում եմ ձեզ մեզ մոտ մասնակցելու առողջ առավոտին եւ այսօր մի շատ կարեւորագույն թեմայի ենք անդրադառնում, որ մեզանից շատերս ես էլ փոքր տարիքում երբ որ տեսնում էի վիտիլիգոյով հիվանդ, այն ժամանակ դե իհարկե չգիտեի դա ինչ հիվանդություն է։ Շատ ուրախ եմ, որ այսօր մենք կստանանք մեր հեռուստադիտողը եւս կստանանք այն բոլոր հուզող հարցերի պատասխանները, որոնք որ մինչ այս դեռ փակ են։ Ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր օրինակ է, որովհետև իմ կյանքում էլ է եղել այդպիսի էպիզոդ, երբ որ այսպես ապշած հայացքով նայել եմ եւ հետո հասկացել ինչ մասն է։ Բոլորի կյանքում նման դեպք է։ Ես կուզեմ անպայման նշել, որ դուք ներկայումս հանդիսանում եք Մաշկաբանության ազգային կենտրոնի պոլիկլինիկական կոնսուլտատիվ բաժանմունքի վարիչը եւ դրա հետ կապված առանձին հարցեր ունեմ։ Բժիշկ Մկրտչյան, եկեք սկսենք, ինչ է վիտիլիգոն, ինչ հիվանդություն է, ինչ մեխանիզմով է այն առաջանում, եթե ամբողջությամբ նկարագրված է, հետո շատ հարցեր ունենք։ Շատ լավ։ Նախ սկսենք նրանից, որ վիտիլիգոն քրոնիկական մաշկային հիվանդություն է եւ ամենակարևոր բանը, որ պետք է նշել, այն վարակիչ հիվանդություն չի համարվում, որը շատ կարևոր է մարդկանց տեղեկացվածության համար, այսինքն երբևիցե այն մեկ մարդուց մեկ այլ մարդու չի կարող փոխանցվել շփման միջոցով։ Զարգացման մեխանիզմները մինչև այսօր էլ հստակ պարզ չեն եւ շատ են, այն համարվում է աուտոիմուն հիվանդություն, ինչ ասել է աուտոիմուն հիվանդություն, երբ որ օրգանիզմը սեփական մելանոցիտների, այսինքն այդ գույն արտադրող մաշկի գույնը պայմանավորող բջիջների նկատմամբ սկսում է ագրեսիվ վարք դրսևորել եւ ոչնչացնել այդ բջիջները։ Դրան կարող են նպաստել մի շարք այլ աուտոիմուն հիվանդություններ, օրինակ վահանաձև գեղձի խնդիրները կարող են նպաստել, շատ կարևոր հանգամանք կարող է լինել որպես նպաստող ստրեսը եւ մի շարք այլ տարբեր իրավիճակներ, որոնք նորից եմ ասում, հստակ միանշանակ չունենք դեռևս հստակ պատճառ, բայց ունենք որոշակի մեխանիզմներ, որոնք նպաստում են այդ հիվանդության զարգացմանը։ Բժիշկ Մկրտչյան, հետաքրքիր է, որ տարիքից է սկսում դրսևորվել վիտիլիգոն։ Կա արդյոք այնպիսի մի տարիք, որ այդ տարիքից սկսած կարող է արդեն դրսևորվել։ Ըստ վիճակագրության սովորաբար այն հանդիպում է երեխաների կամ դեռահասության շրջանում ավելի հաճախ, այսինքն դրսևորվում է մեծամասամբ դեպքերում 10-ից 30 տարեկան ընկած ժամանակահատվածում, բայց երբեմն կարող է դրսևորվել ավելի վաղ կամ ավելի ուշ։ Բժիշկ Մկրտչյան, արդյոք վիտիլիգոն ավելի շատ անձի համար կոսմետիկ խնդիր է, թե ունի նաև այլ ախտանիշներ, այլ դրսևորումներ, որոնք բժշկական իմաստով առօրյայում կարող են անհանգստացնել։ Տեսեք, վիտիլիգոն իհարկե հիվանդի համար ինքը միայն կոսմետիկ տեսանկյունից, այսինքն էսթետիկ տեսանկյունից է խնդիր առաջացնում, միայն այդ մաշկի վրա առաջացող սպիտակ բծերով, սպիտակ լաքաների տեսքով, բայց իհարկե դիտարկել իրեն միայն որպես կոսմետիկ թերություն այդքան էլ ճիշտ չի, քանի որ ինչպես նշեցինք, նա ունի իր առաջացման պատճառները, որոնք կարող են պայմանավորված լինել օրգանիզմի այլ խնդիրների հետ։ Այսինքն ամեն դեպքում դա օրգանիզմի առողջական ինչ-որ խնդիր է ներկայացնում իրանից։ Բացի այդ, լինելով կոսմետիկ խնդիր, այն նաև շատ է ազդում հիվանդների հոգեկան վիճակի վրա, որը կարող է բերել հետագայում հոգեկան խնդիրների, դեպրեսիայի կամ սթրեսային վիճակների խորացման, որն էլ իր հերթին նորից կարող է նպաստել վիտիլիգոյի խորացմանը, այսինքն այսպես փակ արատավոր շրջան է ստեղծվում։ Իսկ հոգեկան խնդիրներն էլ ոչ պակաս էլի առողջական տեսանկյունից խնդրահարույց կարող են լինել հիվանդի համար։ Արդյոք կա հստակ բուժման տարբերակ, որ արդյոք վիտիլիգոն այլևս չի անհանգստացնի, թե ինչ որ կանխարգելող բուժման տարբերակներ կան։ Բուժման հետ կապված
Պետք է ցավոք նշեմ, որ վերջնական բուժում վիտիլիգոյից ազատվելու համար ցավոք դեռևս չկա, բայց կան արդեն բավականին արդյունավետ միջոցներ, որոնք որոշ չափով մասնակի կամ երբեմն նաև լիարժեք հաջողված դեպքերում կարող են վերացնել այդ կոսմետիկ դեֆեկտը, բայց ցավոք դրանք չեն կանխում հիվանդության հետագան զարգացումը, այսինքն եթե ունենք մի փոքր որևէ օջախ, որը կարող ենք բուժել, վերականգնել մաշկի գույնը, հետագայում կարող ենք ունենալ նմանատիպ մեկ այլ օջախ մարմնի մաշկի մեկ այլ հատվածում։ Բուժման մեթոդների հետ կապված կան եւ տեղային քսուկներ, որոնց հիմնական խնդիրն այն է, որ պետք է երկարատև օգտագործել եւ շատ ժամանակ հիվանդները իրենք արդեն ձանձրանում են այդ քսուկները ամեն օր երկարաժամկետ օգտագործելուց, երբեմն այդքան համբերատար չեն գտնվում եւ լիարժեք ավարտին չեն հասցնում բուժումը, կա շատ ավելի արդյունավետ եւ ավելի հեշտ միջոց, այսպես ասած, հիվանդի տեսանկյունից դա լուսաբուժությունն է։ Օրինակ UVB թերապիան կամ վերջերս շատ ավելի արդյունավետ էքզիմեր լազեր կոչվածը, որը ի դեպ մեր կենտրոնում վերջի տարիներին արդեն ներդրել ենք եւ բավական արդյունավետությամբ կիրառում ենք, այսինքն ունենք բավականին լավ դրական արդյունքներ, բայց էլի բուժման ընտրությունը կախված է նախ տարածվածության աստիճանից, ժամկետից, հիվանդությունը թե ինչքան երկարատև է, եթե ավելի փոքր են օջախները, ավելի քիչ են, շատ ավելի հեշտ է վերականգնել, եթե ավելի մեծ են, այդ դեպքում մի քիչ ավելի խնդրահարույց է լինում։ Ներողություն Մարիս համար իհարկե, Զագարի հետ կապված, արդյոք ինչ միջոցներ պիտի կիրառեն, որպեսզի տարեվիճ առակայինները իրենց արդյոք կվնասեն կամ որից ինչ որ օգուտ կտան իրենց, ինչպես վարվեն այդ պարագայում։ Վիտիլիգոյի հիվանդների դեպքում պարտադիր խորհուրդ է տրվում անպայման արևից պաշտպանել, քանի որ մաշկը չունի այդ գունակ պիգմենտացիան, ավելի խոցելի է դառնում, դրա համար պարտադիր խոցելի են առումով, որ արևային այրվածք ավելի հեշտ կարող են ստանալ։ Դրա համար անպայման պետք է ամռան ամիսներին, ոչ միայն ամռան ամիսներին, առհասարակ միշտ արևապաշտպան կիրառել, եթե դրանք բաց տեղամասերում են։ Նաև վիտիլիգոյով հիվանդների դեպքում պետք է խուսափեն մաշկի տրավմաներից, վնասվածքներից, հնարավորինս խուսափել, քանի որ վիտիլիգոն ունի այդպիսի հատկություն, երբ որ վնասված մաշկի տեղում հնարավոր է առաջանան այդ սպիտակ բծերը։ Ես մի փոքր առաջարկեմ վիտիլիգոյից այն կողմ անցնենք, նախ ովքեր որ նոր միացան մեզ, առողջ առավոտ բոլորիս, քննարկում ենք մաշկային շատ տարածված մի հիվանդություն, սակայն Բժիշկ Մկրտչյան, գիտեք, ինչն է ինձ հուզում խարանը, ստիգման, այսինքն վերապահված վերաբերմունքը որոշ հիվանդությունների նկատմամբ, այդ թվում այս տեսակ մաշկային հիվանդությունների ժամանակ մարդիկ մի փոքր բարդույթավորվում են եւ այլն, եւ կան հիվանդություններ, որոնց դեպքում ինչ որ առումով նաեւ ցուցադրաբար են բժշկի գնում, իսկ կան հիվանդությունների խմբեր, որոնց դեպքում թաքնվելով են գնում, որքանով է կարեւորում հանրության իրազեկումը ոչ միայն վիտիլիգոյի օրինակով խոսենք, բայց ընդհանրապես մաշկային հիվանդությունների վերաբերյալ գիտելիքներ տրամադրելու ուղղությամբ։ Իհարկե հասարակության իրազեկումը շատ կարևոր է եւ վիտիլիգոյով հիվանդների դեպքում իրենց բուժման արդյունավետության մի զգալի մասը կարող է լինել, որովհետեւ վիտիլիգոյով հիվանդները սուբյեկտիվ իրենք ոչ մի որևիցե զգացողություն չունեն, այսինքն այդ բծերը իրենց ոչ մի ձև չեն անհանգստացնում, չեն ցավում, քոր չեն գալիս, որևէ ձևով իրենց ֆիզիկական ակտիվությունը չեն սահմանափակում, այստեղ ավելի շատ կարևոր է իրենց ընկալումը իրենց հիվանդության նկատմամբ, այսինքն հատկապես եթե դա լինում է երեխաների մոտ կամ դեռահասների մոտ, երբ որ բարդույթավորվելը, այսպես ասած, ավելի հավանական է, այսինքն իրենք կարող են ամաչել իրենց տեսքից, հասարակության մեջ դուրս գալուց, ստիպված մեկուսանում են, խուսափում են հանրային վայրեր գնալուց եւ այլն, եւ այդ ամեն ինչը կարող է բերել դեպրեսիայի, հոգեկան խնդիրների, այդ պատճառով շատ կարեւոր է շրջապատի ընկալումը այդ հիվանդության նկատմամբ, որպեսզի հիվանդները իրենք իրենց կոմպլեքսավորված չզգան։
եւ այս դեպքում կարևոր է նաեւ ընտանիքի աջակցությունը, շրջապատի աջակցությունը, որովհետեւ ցավոք սրտի դա միայն մեր հասարակություն չէ, ամբողջ աշխարհում էլ այդ երևույթը կա, խարանի երևույթը եւ միայն հանրային իրազեկման բարձրացումը ինձ թվում է կարող է այդ հարցին որոշակի լուծում տալ։ Չմոռանանք իհարկե, որ ես բավականին վերջերս հանդիպեցի մի նյութի, որ բավականին մեծ քանակության մոդելներ են հայտնվել, ովքեր բավականին արդեն հայտնի են, վիտիլիգոյով հիվանդ մոդելներ, որոնք որ մոդայի ասպարեզում բավականին մեծ հաջողություններ ունեն եւ բավականին մեծ դրական արձագանք է ստացվել իրենց կողմից, այնպես որ այնպես չէ, որ վիտիլիգոնը չարիք է եւ պետք է ամբողջ կյանքում մտածել եւ տխրել այն փաստի շուրջ, որ այո, դու ինչ-որ բանով տարբերվում ես, ընդհակառակը պետք է դա փորձել օգտագործել որպես դրական։ Ես մի փոքրիկ նկատառում անեմ, համենայն դեպս այն դեպքերից է, որ ինչ-որ մի բան հանրայնացնել է եւ դրանից չամաչելը խիստ խրախուսվում է, մինչդեռ եւ չեմ ուզում խոսել այն օրինակների մասին, երբ որ շատ բաներ հանրայնացվում են եւ ներկայացվում են որպես նորմա, որը այդպես չէ իհարկե, եւ կարծում եմ մենք երկուս էլ մի այսպիսի հարց ունենք, ինչ ասելիք եւ ինչ ուղերձ ունեք դուք մեր հանրությանը, երբ հանդիպում են վիտիլիգո ունեցող մարդու, սա կլինի տրամաբանական շարունակությունը, մենք շատ հաճախ ենք խոսում այդ մի վնասիրի, մի դատիրի գաղափարից եւ կուզեի, որ պրակտիկ գործուն խորհուրդ տաք։ Իհարկե դա միանգամյա խորհրդով չի կարող սահմանափակվել, բայց ամեն դեպքում շատ կարևոր է հասարակության ընկալումը փոխել ոչ միայն վիտիլիգոյի հանդեպ, առհասարակ բոլոր մաշկային հիվանդությունների հանդեպ, ինչի եմ նշում մաշկային հիվանդությունները, որովհետև իրենք հենց տեսանելի են հասարակության մեջ, երբեմն կարող են առաջացնել այդպես վանել մարդկանց, այդ պատճառով շատ կարևոր է թե մանկական տարիքից, թե ծնողները, թե չգիտեմ, այլ մարդիկ, ովքեր մասնակցում են երեխաների դաստիարակությանը, շատ փորձեն բացատրեն Երբեք որևէ ձևով ցույց չտան իրենք, երբ որ տեսնում են օրինակ վիտիլիգոյով հիվանդ մարդու, երբևիցե ցույց չտան որևէ ձև, որ իրանց մոտ դեֆեկտ են նկատում, այսինքն չզարմանալ, չգիտեմ, զզվանք չարտահայտել կամ հակառակը կարեկցանքով նույնպես չնայել, որպեսզի այդ մարդիկ իրենց որևէ ձևով չզգան ամեն Իմ երեխայի ցիտում մի փոքր սպիտակ բիծ է առաջացել, կարող է վիտիլիգո լինել եւ ով կարող է ճշգրտել։ Իհարկե միանշանակ ցանկացած սպիտակ բիծ անվանալ վիտիլիգո դա այդքան էլ ճիշտ չէ, որովհետև պիգմենտացիաներ կարան լինեն շատ տարբեր պատճառներից կամ նաև այլ մաշկային հիվանդությունների հետևանքով կարող են առաջանալ։ Ճշտել իհարկե կարող է մաշկաբանը, սովորաբար վիզուալ զննումը, այսպես նույնիսկ աչքով տեսնել երբեմն բավարար է լինում վիտիլիգոյի ախտորոշման համար, բայց կարող է կարիք լինել նաև լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն, ավելի հաճախ կիրառվում է, այսպես ասած, Woody լամպը, որը շատ բնորոշ լուսարձակում է տալիս վիտիլիգոյի դեպքում, հիմնականում այդ բավարար է լինում ճշգրտորեն ախտորոշելու համար։ Դե գեր ախտորոշումով նույնպես չզբաղվենք, բայց ժամանակին արձագանքել եւ մաշկաբանի կարծիք լսելը միանշանակ խրախուսվում է։ Մենք շնորհակալություն հայտնենք Բժիշկ շնորհակալ հրավերի համար։ Ձեզ առողջ առավոտ, իսկ մենք շարունակենք։ Շնորհակալություն։ Այս մեծ ինֆորմացիոն հոսքը ստանալուց հետո մենք պատրաստել ենք տեսաշար, որը պատմում է շատ կարճ եւ սև վիտիլիգոյի մասին։ Վիտիլիգոն մաշկի պիգմենտացիայի խանգարում է, որի դեպքում որոշ հատվածներում մաշկը սպիտակում է, որովհետև մելանոցիտները, պիգմենտ արտադրող բջիջները կորցնում են իրենց գործառույթը։ Այն կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, սկսվել մարմնի ցանկացած մասից, բայց հատկապես աչքի են ընկնում դեմքի, ձեռքերի, պարանոցի եւ բաց հատվածներում առաջացող սպիտակ բծերը։
Սա վարակիչ չէ, վտանգավոր չէ կյանքի համար եւ ֆիզիկական ցավ չի առաջացնում, բայց հաճախ այս խանգարումը բարդ հոգեբանական հետևանքներ է ունենում, հատկապես դեռահասների եւ երիտասարդների մոտ։ Վիտիլիգոն կարող է դառնալ ցածր ինքնագնահատականի, մեկուսացման ու ամաչկոտ վարքի պատճառ, որովհետև այն երևում է եւ մարդիկ հաճախ անգիտակցաբար արձագանքում են դրան։ Բուժման տարբերակներ կան, օրինակ տեղային կորտիկոստերոիդներ, ֆոտոթերապիա, մելանոցիտների փոխպատվաստման փորձարկվող մեթոդներ, նաև որոշ դեպքերում կոսմետիկ ծածկում։ Բայց իրական բուժումը սկսվում է ոչ թե մաշկից, այլ վերաբերմունքից։ Վիտիլիգո ունեցող մարդուն պետք չէ խղճալ։ Պետք է նրան աջակցել, նայել սովորական, հարգել եւ արժևորել առանց ավելորդ ուշադրության։ Այս վիճակով ապրող մարդիկ հաճախ ունեն ուժեղ ներքին կայունություն։ Նրանք հաղթահարում են հայացքները, մեկնաբանությունները եւ շատ հաճախ դառնում օրինակ։ Վիտիլիգոն այսօր աշխարհում ընկալվում է ոչ միայն որպես մաշկային վիճակ, այլև յուրահատկություն, անհատականություն, անգամ գեղեցկության նոր լեզու։ Գեղեցկությունը միատեսակ չի լինում։ Երբեմն այն սկսվում է այնտեղ, որտեղ մարդը դադարում է թաքնվել ու սկսում է ժպտալ իր իսկ տեսքին։ Իսկ մենք որպես հասարակություն, բժիշկներ, ծնողներ կամ ընկերներ պետք է լինենք ընդունող, հասկացող եւ ուժ տվող։ Վիտիլիգոն բուժվում է, բայց եթե նույնիսկ երկար է տևում կամ հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել, դա չի նշանակում, որ կյանքը պիտի դադարի վառ լինելուց։ Ճիշտ վերաբերմունքը երբեմն ամենամեծ բժշկությունն է։ Կարծում եմ առողջապահության ոլորտում տեղեկատվությունը առնվազն երբեք ավելորդ չի լինում, առողջ առավոտ բոլոր նրանց, ովքեր նոր միացան մեզ, իսկ առողջ ապրելակերպի խորհուրդ խորագրում այս հատվածում ես եւ բժիշկ Ամիրյանը առանձնացրել ենք մի քանի կարևոր միտք, որոնք ուզում ենք կարդալ եւ մեկնաբանել։ Ես կարծում եմ, որ դուք էլ ընտանիքի անդամներով նույնպես կշարունակեք այդ գործը։ Առաջին, սկսեք օրն առանց հայելու, առաջին հերթին զգալով ով եք դուք։ Ես այստեղ կհավելեմ, որ սկսեք օրն առանց Facebook-ում սկրոլ անելու եւ մեյլ ստուգելու, փորձեք մի փոքր ներդաշնակ լինել սեփական անձի հետ, անսալ ներքին ձայնին, փորձել հասկանալ կարիքները եւ շատ ավելի շատ ներքինին ուշադրություն դարձնել, քան արտաքինին։ Մաշկը խոսում է, հետևեք նրան սիրով, ոչ վախով։ Ես կարող եմ ասել, փաստել անգամ, որ քայլելով մեր սիրելի Երևանի փողոցներում նկատելի տենդենց կա, որ մեր հայ աղջիկները սկսել են բավականին մանրակրկտորեն հետևել իրենց մաշկին եւ դա շատ ողջունել է, ինչու՞ չէ նաեւ տղամարդիկ եւս արդեն։ Դա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ ունենալ առողջ մաշկ դա շատ կարևոր է, եթե կա որևիցե ինչ-որ խնդիր, իսկ այսօր մենք համոզվեցինք, որ մաշկային խնդիրները բավականին այսօր արդեն իսկ շատ են, պետք է հետևել, որովհետև դա մեր տեսքն է ապահովում եւ դրանից արդեն իսկ շատ բան է կախված։ Ես մի բան հավելեմ, բժիշկ Ամիրյան, առավոտյան, երբ որ մենք վերցնենք սպունգը եւ մաշկը մաքրենք, մենք չենք ունենա այն տպավորությունը եւ պատկերը, որը մենք երեկոյան մեր սիրելի Երևանում սպասնելուց հետո կունենանք, հակիրճ ակնարկ կանենք օդի աղտոտվածության մակարդակին եւ սա անցնենք առաջ։ Երրորդը, խոսեք բժիշկների հետ ոչ կանխակալ կարծիք ունեցող հարազատների, ինչու է սա կարևորվում, որովհետեւ երբեմն մեր անգամ ամենասիրելի եւ մտերիմ ընտանիքի անդամները արդեն իսկ ունեն ձևավորված որևէ տեսակետ, կանխակալ կարծիք այս կամ այն առողջական խնդրի վերաբերյալ, որը կարող է մեզ վնասել։ Հետեւաբար շատ ավելի ազդեցիկ եւ լավ է, երբ որ մենք նույն խորհուրդը լսում ենք բժշկից։ Վստահությունը սկսվում է այն պահից, երբ դուք ինքներդ ձեզ չեք թաքցնում։ Եթե կա ինչ-որ մի խնդիր, չպետք է փնտրել նույն սոցցանցերում, նույն հարևանի կնոջը հարցնելով, հարևանի կնոջ խորհրդով, որ իրեն օգնել է այդ խնդիրը, այլ եթե կա ինչ-որ մի անհանգստացնող հարց, դուք ինքներդ ձեզնից դա պետք է չթաքցնեք եւ առաջինը բարձրացնեք այն մարդուն եւ ինչու՞ չէ նաեւ հենց բժիշկ մասնագետին, որը որ կարող է ձեր այդ բոլոր հարցերի պատասխանները ընդամենը մեկ պատասխանով ուղղակի սփոփել։ Հիմա պատկերացնում եք բոլոր հարևանի կանայք ինչպես են մեզ նայում, հատկապես նրանք, ովքեր նաեւ միաժամանակ բժիշկ են։ Իհարկե, հաշվի առնելով այսօրվա մեր թեման, նկատի ունենանք, որ գույնը երբեք չափանիշ չէ, եւ մարդը չափվում է իր սրտով։ Եվ կապ չունի դու ինչ մաշկի գույն ունես, դու ունես արդյոք վիտիլիգո թե դու չունես, ամենակարևորը թե դու ինչ սիրտ ունես եւ ինչ տեսակի մարդ ես։ Իհարկե մաշկը այստեղ որևիցե դեր չի խաղում ընդհանրապես։ Այո, եւ իլերումը իմ նախորդ մտքին, որ առաջարկում էի հայելու մեջ չնայել վաղ առավոտյան, բայց այնուհանդերձ երբ որ կնայեք հայելու մեջ, պատկերացրեք, որ առողջությունը սկսվում է նաև ինչ-որ մի պահ հայելուց, երբ որ դուք հայելու մեջ նայելուց ոչ թե խորշում եք, այլ ժպտում եք ինքներդ ձեզ։ Դա աստված, որ այդպիսի տրամադրությունը ուղեկցի ձեզ միշտ եւ որևէ ամաչելու կամ քողարկելու առիթ չունենաք հայելու մեջ ինքներդ ձեր աչքերի մեջ նայելիս։ Մեզ առողջ առավոտ, կհանդիպենք վաղը։ Այո, հաջողություն։